փախստականներին տրամադրվող օգնությունից կեղծիքի միջոցով օգտվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հունիսի 13-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը Արմեն Ավինյանը իր դեմ քաղաքացիական հայցի շրջանակներում դատական նիստի ժամանակ փաստաբանի միջոցով փոխանցել էր հայտարարություն, որի համաձայն ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ու իր կինը Ռեբեկա Արաքելյանն ըստ էության լինելով բավականաչափ ապահոված, կեղծիքի միջոցով օգտվել էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող օգնությունից։ Civic M-ին հասած տեղեկությունների համաձայն հիշյալ հայտարարության հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Միևնույն ժամանակ մեզ փոխանցեցին, որ առայժմ ոչ ոք չի հարձակեննվել։ Հիշեցնենք, որ ըստ Արմեն Ավինյանի հայտարարության ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ու իր կինը Ռեբեկա Արաքելյանը բնակվելով Երևանում եւ համատեղ ունենալով կանխիկ 18 միլիոն ՀՀ դրամ, համաձայն իրենց իսկ կողմից 2023 թվականին ներկայացված հայտարարագրերի, չեն խորշել դիմել եւ ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը, ընդ որում երբևն ամսական նույնիսկ 10,000 դրամ գումարի չափով, դրանով իսկ նվազեցնելով պետության հատկացրած այն գումարը, որով պետք է ապահովեր իրական կարիք ունեցող անձանց գոյատևումը։ Ուսումնասիրելով բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունները, Արմեն Ավինյանի մոտ առաջացել էր ողջամիտ կասկածներ այն մասին, որ Ռեբեկա Արաքելյանը, նրա ծնողները եւ եղբայրները մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր բնակվել են Հայաստանի Հանրապետությունում եւ վերջինիս ընտանիքը հնարավոր է առհասարակ չպետք է լիներ օգնության ծրագրերի շահառու։ Ավինյանը հույս էր հայտնել, որ իրավապահները կիրականացնեն քննություն։